Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարում էր Հայաստանում պետք է չլինի անմշակ հող։ Հիմա ասում է անմշակ հողերը մշակում են, որ կարկուտ գա փոխհատուցում ստանան։ Չի կարող լինել այդպիսի բան, որ գյուղացիները բերքը կորցնեն ու շահած դուրս գան։ Դա էլ այս կառավարության պարագայում անհնար է։ Ու կրկնում եմ, ոչ ներկաները, ոչ ապահովագրող ընկերությունները, ոչ մեկ չի արձագանքում Նիկոլին։ Դե երևի ասում են Նիկոլն այլի, թող խոսի, բայց Նիկոլը հենց այնպես չի խոսում։ Մի ստից բան ասում է, մի ահավոր նախագիծ անցկացնում են։ Ասում է, խնդում ենք, պարզվում է մի հակաժողովրդական օրենք է ընդունվել դրա տակ։ 3 տարի նպաստ թոշակ չի բարձրացվել։ Թոշակի չբարձրացումը հիմնավորում է նրանով, որ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելն ավելի հեշտ է, որովհետև նրանց թիվը թոշակառուներից քիչ է։ Իսկ նպաստի չբարձրացումը հիմնավորում է նրանով, որ նպաստառուների մեջ մարդ կա, որ բրաբուս է քշում, պետք է բացահայտեն։ Այսպես խոսում է, ծաղրում ենք, բայց տակից իրենց գործն են անում։ Շրջանառության հարկի բարձրացումը հիմնավորում է նրանով, որ խոշոր բիզնեսներ կան, որ տրոհում են, որ ՓՄԶ Երևան։ Ու եթե հիմա ասում է մարդիկ կարկտի տակ դիտմամբ հող են մշակում, ուրեմն ապահովագրության նախագիծը մի աբսուրդ բան է լինելու։